Ուրեմն կկարդամ Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխից 12 համարից։ Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում և ուժովները հափշտակում են նրան, որովհետև բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսը մարգարեացան։ Այս տեքստում, այս հատվածում Տեր Հիսուսը ուժովներ ասում էր նրանց, ովքեր հավատացին Քրիստոսին, հավատացին Աստծուն, հավատքով զորավոր էին։ Հավատքով մարդը կարող է հաղթահարել իր առաջ եղող դժվարությունները։ Եվ Հովհաննեսը ներկայացրեց Քրիստոսին, որն էր հավատքի զորագլուխը, մեր բոլորիս առաջնորդը, մեր բոլորիս Տերը, Հովհաննեսը նրան մասին հայտնեց, գրված է նրա այդ վկայությունը Հովհաննեսի ավետարանում, առաջին գլխի 29 համարում, ուղղակի Հովհաննեսի ավետարանը առաքյալ Հովհաննեսի մասն է խոսքը, որ նա էր գրել, իսկ այս Հովհաննեսը Հովհաննես Մկրտիչն է, որ այդ համարում ասում է. «Սա է Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»։ Եվ ովքեր որ այս վկայությունը ընդունեցին, հետևում էին Քրիստոսին, լսում նրա ուսուցումները, այլ ավելի զորանում, հավատքով հաստատվում, նրան վստահելու, նրան հետևելու հարցում։ Բայց շատ քիչ մարդիկ էին այդ լսողներից, ովքեր որ այդ լուրջ վկայությունները, կյանքի համար պետք եղող վկայությունները ընդունեցին, հավատացին։ Բայց ովքեր որ հավատացին, շատ զորավոր գործեր արեցին, իսկապես կարողացան հաղթահարել իրենց կյանքի մեջ եղող մեծամեծ դժվարությունների։ Իրոք ասում է, երկնքի արքայությունը ուժովներն են առնում, կամքի ուժ, հավատքի ուժ ունեցող մարդիկ կարողացան վերցնել, իրենցը դարձնել, Աստված իրենցը լինի, պատկանել Աստծուն, Հիսուսին Տեր ընդունելու պատճառով։ Շարունակությունում Տեր Հիսուսը 14 համարից կշարունակեմ, ասում է, եթե կամենում եք ընդունել, նա, այսինքն Հովհաննես Մկրտչի մասին է խոսում, նա Եղիան է, որ գալու էր, ով որ լսելու ականջ ունի, թող լսե, բայց ում նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման են, որ փողոցներում նստած իրենց ընկերներին կանչում են և ասում. մենք փող հնչեցրինք ձեզ համար, և դուք պարտ չեկաք, մենք ողբացինք ձեզ համար, և դուք կոծ չարիք, սուգ չարիք։ Որովհետև Հովհաննեսը եկավ, ոչ ուտում էր և ոչ խմում էր, և ասում են, դև կա նրանում։ Մարդի որդին եկավ, ուտում է և խմում է, ասում են, ահա ուտող և գինի խմող մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ, և իմաստությունն արդարացավ իր որդիներից։ Հետաքրքիր օրինակ է բերում։ Այս օրինակով ինչ էր ուզում ասել Տեր Հիսուսը։ Մարդիկ, որ լսում են այն վկայությունը, որ դարերով սպասում էին Քրիստոսին, Մեսիայի աշխարհ գալուն, լսեցին Հովհաննեսից, սա է Աստծո գառը, այն զոհը, որ պիտի լիներ աշխարհի մեղքը վերցնի իր վրա, այս անձնավորությունն է։ Բայց չէին լսողները ընդունում։ Հովհաննեսը ոչ մեկից կախում չուներ, նա ապրում էր անապատում, նրա կերակուրն էր մարախ, ասում է, մորեղ և վայրի մեղր։ Ասում են, ոչ ուտում է, ոչ խմում, դև կա նրանում։ Տեր Հիսուսն էր, որ մարդկանց հետ կնստեր, կելներ, մարդկանց հետ հաց կուտեր, իհարկե երբևիցե Հիսուս, ասում է, գինի խմեր, չարաշահող չի եղել, որևիցե մի վկայություն չկա, որ նա ինչ-որ մի բանում խախտած լինի Աստծո կամք օրենքը։ Սակայն միևնույն է, որ մաքսավորների և մեղավորների հետ էր նստում ելնում,
Ուրեմն լսել արժան չէ։ Ոչ Հովանեսին լսեցին, ոչ Հիսուսին։ Չլսող մարդը չլսող է։ Շատ մարդիկ ուզում են հաջողություն ստանալ, իրենց Աստված օգնի, բայց լսել, այսինքն հնասանդվել, պահել լսածը, այդ չեն որոշում։ Տեսնում ես իրենց հաջողությունների հասնելու նպատակով մոտենում են Աստծուն, բայց երբ որ ինչ որ չափ ողորմություն, օգնություն ստանում, բավարարվում եւ գնում հավիտենական կյանքի, ասենց ասած, Քրիստոսին չեն ընդունում, որ կյանքի արժանանան։ Եվ կորուստի ճանապարհով շարունակում գնալ, ետ դառնում, Աստծուց հեռանում։ Իմաստությունը արդարացավ իր որդիներից, ովքեր լսեցին, ովքեր հավատացին, իսկապես նրանց կյանքում հեղաշրջում եղավ։ Օրինակ տեսեք, լսողներից մի անձնավորություն էր հենց նույն Մատթեոսի ավետարանում 8-րդ գլխում, որ խոսում է մի բորոդ եկավ, բորոդ, որն արգելված էր լիներ ժողովրդի մեջ, որովհետև դա վարակիչ հիվանդություն էր։ 8-րդ գլխի 1-ից 4 համարում ասում էր Տեր Հիսուսին, Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ սրբել։ Ուշադրություն դարձրեք, այս մարդու մեջ արդեն հավատք էր ձևավորված, որ Տեր Հիսուսը կարող է իրեն բժշկել։ Անբուժելի հիվանդություն էր, մարդիկ չէին կարող դա անել։ Սա հավատալու պատճառով էր, որ կարողանում էր այսպես մտածել, հավատում էր Հիսուսին։ Այն վկայությունները, ինչ որ լսել էր Հովհաննեսից, լսել էր ուսուցումը Հիսուսից, նրա վրա ազդեցություն էր թողել։ Գուցե նա լսել էր ոչ ուղղակի, որովհետև արգելված էր ժողովրդի մեջ լինել, այլ փոխանցել էին գուցե թե։ Բայց այդ փոխանցածն է նրա համար բավարար էր եղել, որ հավատար Հիսուսին։ Դու կարող ես բորոտությունը բուժել, անբուժելի հիվանդությունը բուժել։ Հաջորդ հատվածում 8-րդ գլխի խոսում է հարյուրապետի համար, որ մի սրտացավ մարդ էր, իր ծառան, որ հիվանդ էր, իր ծառայի համար այնպիսի մի սրտացավ, որ խոնարհությամբ մարդ էր ուղարկել Քրիստոսի մոտ։ Մատթեոսի ավետարանում այսպես է, չի նշում, որ մարդ էր ուղարկել, միանգամից իր խոսքն է, որ կարծես ներկայի պես խոսում, եկավ Քրիստոսի մոտ ու ասում է, իմ ծառային բժշկիր։ Ասեց Տեր Հիսուսը, կգամ եւ կբժշկեմ։ Ասեց այս հարյուրապետը, ես արժան չեմ, որ իմ տունը մտնես։ Իսկ շատություն եք դարձնում, այսօր մի բարձրաստիճան կամ ոստիկանության մի ծառայություն ունեցող մարդ կամ զինվորական մի ծառայություն մեջ որոշակի աստիճան ունենա մարդը, արդեն ոնց թե ես այդպես մոտենամ, իմ անձը խոնարհեցնեմ, բայց մարդու մեծությունը տեսեք, նա հավատքի քայլ է սա, ուժովները կառնեն երկնքի արքայությունը։ Եվ այս մարդը ասում էր, ես արժան չեմ, որ մտնես իմ տունը։ Այլ խոսք բավական է, խոսք ասես եւ իմ ծառան կբժշկվի։ Ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ։ Ասում եմ այս մեկին գնա, գնում է, գնա այս բանն արա, անում է։ Բավական է, որ դու ասես եւ կլինի։ Սա հավատք է։ Հավատք, որ ասում է ուժովները կառնեն երկնքի արքայություն։ Սա էլ այն քիչ լսողներից էր, որ քիչերը հավատացին, այդ քիչ հավատացողներից էր։ Բազմություն լսում էին Քրիստոսի մասին։ Բայց շատ քիչ մարդիկ էին, որ պահում էին այդ լսածը, մտածում, իրենց սրտում պահում այդ ինֆորմացիան Քրիստոսի մասին, ինչ որ հասկացան, պետք է կա ժամանակին այդ լսածով, որ իրենց սրտերում արդեն կան, հավատք գործադրեցին եւ Աստծուց օրհնություններ ստացան։ Հարյուրապետի այս խոսքի վրա զարմանում է Տեր Հիսուսը։ Այսպիսի հավատք, ես ասում եմ, այս խոսքը կարդացած ժողովրդի մեջ չտեսա։ Եվ ասում է, քո հավատքի պես լինի քեզ։ Նրա ծառան այդ ժամին բժշկվեց։ Եվ այլն շատ օրինակներ կան։ Դուրս եկավ, որ իսկապես այն վկայությունը, որ Հովհաննեսը խոսեց Հիսուսի մասին, այն ուսուցումը, որ Հիսուսը խոսում էր, սովորեցնում ժողովրդին, ընդունողները հաջողության հասան։ Այդ իմաստությունը արդարացավ հավատացողների կյանքով։
երևաց, որ այդ խոսքին հետևելը ճիշտ էր։ Իմաստությունն արդարացավ իր որդիներից։ Նրանք, ովքեր խոսքը պահեցին, իրենց կյանքում մեծամեծ փոփոխություններ եղավ։ Անհնարին բաների հաղթահարեցին, ինչպես բորոտ անկը անհնարին էր բուժվելը, բայց բուժվեց։ Այս Հարուրապետի ճանաչողությունը, դու իշխանության Տեր ես, Տեր Հիսուս։ Տերը չասեց, ինչ ճոխ բաներ ես ասում, այլ հաստատեց Տերը, այդպես էլ կա, քո հավատքի պես լինի քեզ։ Սա մեծ հավատք էր և ստացավ երկնային արքայությունից բարիք ստացավ այս մարդը, իր ծառայի բժշկությունը։ 11-րդ գլխի 20 համարից շարունակեմ, կարդացել էի մինչև 19, 20 համարից կկարդամ մինչև 24 համարը։ Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նրա հրաշքների շատերը, և չապաշխարեցին։ Վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա, որովհետև եթե Տիրոսի և Սիդոնի մեջ եղած լինեին այն հրաշքները, որ ձեր մեջ եղան, վաղուց քուրձով և մոխրով ապաշխարել էին։ Բայց ասում եմ ձեզ, Տիրոսի և Սիդոնին ավելի հեշտ կլինի դատաստանի օրում, քան թե ձեզ։ Եվ դուք Կափառնայում, որ մինչև երկինք բարձրացած ես, մինչև դժոխք կցածրանաս, որովհետև եթե Սոդոմի և Գոմորի մեջ եղած լինեին այն հրաշքները, որ քեզանում եղան, մինչև այսօր դեռ կմնային։ Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար ավելի հեշտ կլինի դատաստանի օրումը, քան թե քեզ Կափառնայում։ Նախ սա, որ Տեր ասում է, Տեր Հիսուսն է վկայում, դատաստան է լինելու։ Եվ դատաստանում հաշվի է առնվելու, ում ինչ տրվեց։ Սա էլ էր օգնում սովորեցնում մեզ հասկանանք, դատաստանում հաշվի է առնվելու, որ Քորազին, Բեթսայիդա, լեցուն հրաշքներ և նշաններ եղան ձեր մեջ, Կափառնայում, որ շատ Աստծո գործեր դուք տեսաք, բայց չապաշխարեցիք, և պահանջվելու է ավելի շատ ձեզանից, քան Սոդոմից, Գոմորից կպահանջվի, քան Տիրոսից և Սիդոնից, որ այդքան բան չտեսան։ Բայց ուշադրություն դարձրեք, շատ մարդիկ ասում են այսպես, եթե Աստված իմանա մեկը ապաշխարելու է, ասենք մի 200 տարի ապրի, հետո կապաշխարի, Տերը կտա նրան այդ հաջողությունը, որ 200 տարին ապրի, ոչ, ուշադրություն դարձրեք։ Ամեն մեկն էլ բավարար բան է տեսել, Աստված գիտի ամեն մեկի հետ ինչպես է գործել, ամեն մեկն էլ բավարար բան տեսել է, իր ապաշխարելու համար բավարար բան տեսել, լսել, սովորել է։ Այստեղ ասում է, եթե Կափառնայում քեզ մեջ եղած հրաշքներ նշանները Սոդոմում լիներ, վաղուց ապաշխարած կլիներ։ Նշաններ և հրաշքներ եղան Սոդոմում էլ, շատ խնամքներ եղան, բայց ոչ այդ չափ, որքան որ Կափառնայում եղավ։ Սակայն ինչքան որ եղավ բավարար էր Սոդոմին, որ ապաշխարեր, բայց չապաշխարեցին։ Միևնույն է, որոշված ժամանակին գնաց Սոդոմը։ Գիտեք, կործանվեցավ։ Մարդ ինքնախաբեության մեջ չպետք է լինի, մտածի վաղը կապաշխարեմ, դեռ ժամանակ ունեմ, ոչ մեկ էլ չգիտի իր ժամանակը, Սոդոմացիները չէին էլ պատկերացնում, որ իրենց ժամանակը շատ մոտ է, վերջն է եկել, այդ քաղաքների վերջն է եկել, և հանկարծակի կործանվեցին, ոչ մարդ էլ չպրծավ այդտեղից, բացի Ղովտը իր ընտանիքով։ Տեսնում ենք, ասում է, այդքան բան տեսան ու չապաշխարեցին, պահանջվելու է։
պահանջվելու է նաև մեզանից ժողովուրդ։ Մենք էլ Աստծուց ողորմություն առաջ շատ բաներ ենք տեսնում, լսում։ Մարդու ականջներին կարծես դուրեկան է նոր բաներ լսել, թեկուզ Քրիստոսի մասին նորանոր բացահայտումներ լսել, բայց հիշիր, քո գիտակցության մեջ եղածը դեռ չի նշանակում, որ դա քո սրտում է։ Շատ երեխաներ տեսնում ենք մեր աչքի առաջին, բան ես բացատրում, սովորեցնում իրեն, բայց գնում է իր ուզածն անում։ Արդեն բացատրությունը վատի եւ լավի նրա հասկացողության մեջ կա, բայց իր սրտում չկա։ Անում է այն, ինչ որ իր սրտում կա։ Այսպես շատ հավատացյալներ երբեմն անում են մի բան, որ Աստծո կամքը չի։ Եվ հաճախակի պիտի ապաշխարել։ Այսօր ապաշխարության այս կոչը բոլորիս է ուղղված։ Լսեցին շատերը, բայց քչերը հավատացին։ Ասում են մարդիկ, հավատացյալ մարդիկ, դե հարցեր ունեմ, որի համար աշխատում եմ։ Աշխատելս որն է։ Մերժիր վերջ։ Մեղքը, ճարարարքը մերժիր, ապաշխարիր։ Դրա վրա աշխատելս որն է։ Քրիստոսն արդեն խաչն է հանել մեր բոլոր հանցանքները, մեր մեղքերը, որ մենք ստրուկ չմնանք մեղքին։ Քեզանից մի քայլ է պահանջվում։ Մերժել այն, որ Աստծո կամքի համաձայն չի, որը քո սրտում կա։ Ընդունես Աստծո խոսքը, Աստծո կամքը քո սրտում եւ կարողանաս հաղթական ապրել, հաղթել մեղքին, ապաշխարել այն բաներից, որ այսօր քո սրտում կա։ Ապաշխարությունը դա առաջին օրերին, որ մարդը կատարում է, այդ պահին ինչ որ հասկանում է, դատապարտում, խոստովանում եւ Աստված ընդունում է դա։ Սակայն կյանքի ընթացքում կարծես նորանոր բաներ ցույց տա Աստված, նորանոր սխալմունքներ բացահայտի, որից նույնպես պիտի ապաշխարի մարդը։ Շատ մարդիկ այդ նորանոր բացահայտված բաները, որ տեսնում են, արդեն հավատքի ընթացքում չեն ապաշխարում, թեկուզ շատ հրաշքներ ու նշաններ տեսել են, իրենց համար պարզ հասկանալի է, անցողիկ աշխարհ է սա, հավիտենական Աստծո հետ լինելն է, երկնային արքայությունը, մեղավորն էլ է հավիտյան ապրում, բայց տանջանքի վայրում, արդեն պարզ է, գիտի, բայց սրտին կպած է մեղքը, ինչ-որ մի վատ սովորություն, որից չի կարում ապաշխարել, չի կարում թողնել։ Տեսեք շատ բազմություն Քրիստոսից օրհնություն տեսան։ Առաջին այն հրաշքները, Երուսաղեմի բնակիչները, ժողովուրդը տեսան։ Կարճ ժամանակ հետո իրենք հեղափոխվեցին, վատ տրամադրվեցին Քրիստոսի հանդեպ եւ դրդողներից դրդված ասում էին խաչել նրան։ Շատ հավատացյալներ, որ ներկա են, թեկուզ այստեղ լսում են, թեկուզ հեռվից լսում են, բայց հիշեք, եթե մենք մի մեղք, մի վատ սովորություն չենք թողնում, վաղը դա մեզ կկործանի։ Կսկսենք դա այդ մեղքի մեջ ապրելով մեզ որպեսի արդարացնենք, մեզ լուսաբանողներին, մեր մեղքը ցույց տվողներին կսկսենք զրպարտել ու փնովել, ինչպես որ շատերն արեցին տարիների մեջ։ Օրհնի մեզ Աստված, Աստծո սուրբ երկյուղ ունենալով մոտենանք Աստծուն եւ եկեք հիմա խնդրենք Աստծուց այն բաները, որ մեզ գերի են անում, այն սխալմունքները, որ մեր կյանքում կան, խնդրենք Տերը սուրբ անի մեզ, ազատի մեզ դրանցից, մեր սիրտն էլ միտքն էլ մաքուր լինի, մեր սրտում ընդունենք Աստծո կամքը։